Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս անունով։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ բացառիկ տեղեկություն։ Նիկոլ Փաշինյանը վերջնականացրել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին կահնկեցանելու իր սցենարը։ Եթե մինչև այս ազգային ժողովի ամբիոնից նա հայտարարում էր, թե պատրաստվում է Աստվածաշունչ կարդացած մարդկանց հետ խորհրդի ձևավորման միջոցով գնալ Էջմիածին հոգևոր հավաքի, ապա հիմա այդ գաղափարը վերածվել է կոնկրետ ծրագրի։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանությունը պատրաստվում է օգտագործել Տեր Արամ Քահանա Ասատրյանի խոսքերը, որոնք վերջինս հնչեցնում է դժգոհությամբ, թե եկեղեցու ներսում իրենց ճնշում են եւ ստիպում մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Փաշինյանի պլանի համաձայն հենց այդ ամենի հիման վրա նա փորձելու է վերնագրել իր քայլերը որպես հոգևորականների իրավունքների պաշտպանություն եւ բարձրացնել այն թեզը, որ կաթողիկոսը ճնշում է իր ստորադասներին եւ պետությունը պետք է եկեղեցին պաշտպանի կաթողիկոսից։ Այս սցենարը ըստ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների իշխանության ներսում դիտարկվում է որպես մեծ քաղաքական քայլ, որը պետք է կյանքի կոչվի ՔՊ վարչության ընտրություններից հետո, բայց համապետական ընտրություններից առաջ։ Այսօր արդեն պարզ է, Փաշինյանի նպատակը ոչ թե եկեղեցու եւ պետության խաղաղ գոյակցությունն է, այլ նոր բեմադրություն, ժողովրդի անունից Էջմիածնի դռները թակելու եւ ամենայն հայոց կաթողիկոսին կհնկեցանելու համար։